Բարի լույս աղջիկներ, ոնց եք քնա։ Քնելը մեր համար մի քիչ ճոխ է ասված։ Բայց տանջվելով ոչ մի բանի չենք հասնի։ Մերի ջան, այդքան մի տարապի, կտեսնես սեմ կգտնվի։ Հուսակ։ Աղոթում եմ, որ հանկարծ չվնասեմ, թե չէ։ Աստված մեծ է, քեզ մենակ չի թողնի Մերի ջան։ Կտեսնես ամեն ինչ լավ կլինի։ Դե վեր կացեք, տրամադրություններդ բարձրացրեք ու իջեք նախաճաշը պատրաստ է։ Սպասում եմ։ Պապան ուր է բան։ Չգիտեմ դուրս է եկել։ Մերի ջան մի հատ նորմալ հաց կեր։ Սա չի լինի։ Անգելինա այդ ծնդիր։ Կեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ես աղջկաս համար նոր հեռախոս եմ ուզում առնել, եթե ուղղորդեք լավ կլինի։ Չգիտեմ, ես նոր սենյակներ ինչ նախասիրություն ունեն։ Շատ լավ, ձեզ ներկայացնեմ Samsung Galaxy Z Fold 6 սմարթֆոնը, որը համադրում է տեխնոլոգիական առաջընթացը եւ շքեղությունը։ Շատ լավ, հենց սա էլ կվերցնեմ։ Շատ լավ, հետևեք ինձ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Ստեսյուն։ Լավ ես տղես, ոչ մի տեղը չի ցավում։ Լավ եմ մամ ջան, բայց դու ոնց որ 5 տարեկան երեխու հետ խոսես։ Դու չգիտես, որ ծնողի համար երեխան միշտ երեխա է ու տարիքը կապ չունի։ Լավ էլի մամ։ Ջան, գիտես ինձ սարսափելի րոպեներ ենք ապրել։ Չեմ հասկանում, ինչի է պապին ձեզ այն շնչակտուր կանչել։ Բա ինչ պիտի աներ, առանց մեր ստորագրության չէին վիրահատելու քեզ։ Ինչ մտքովդ անցավ։ Այսինքն, եթե ստորագրության պահը չլիներ, ոչ էլ կգայիր, չէ՞։ Նեղացնում ես։ Պապան բնականաբար կգար, բայց դու միշտ խուսափել ես Հայաստան գալուց։ Ես ինձ տեղից հեռու լավ եմ զգում։ Եվ որն է պատճառը։ Պատճառ չկա։ Հենց ապակինվեց միանգամից կվերադառնանք Մոսկվա։ Մամ ջան, կվերադառնաք դու եւ պապան։ Ես չեմ պատրաստվում վերադառնալ։ Իմ հույսը դու ես։ Այսինքն մամ։ Դու պետք է համոզես պապայիդ, որ գա։ Եթե դու մնաս, ինքն էլ չի գալու։ Թող չգա։ Սենց թե հենց պապան այստեղ գործեր ունի։ Այդ գործերով պապին է զբաղվում։ Մամ ջան, պապան երեխա չի։ Իր գործերը կանի, կվերջացնի ու կվերադառնա։ Հատկապես գիտես, որ չի սիրում, երբ իրան ինչ-որ բան պարտադրում են։ Հակառակը կանի։ Ով ես դու։ Ում եմ ես սիրել։ Ում եմ հավատացել և ում պատճառով եմ ուրիշ մարդ դարձել։ Լավ, վերջ, հավաքի քեզ։ Չեմ կարողանում, ոչ մի բան չեմ կարողանում անեմ։ Ես իմ տղում եմ ուզում։ Կլինի էլ չասես իմ, ասես մեր։ Գնացես իմ ջան։ Դու Հենրիիս համար ամենալավ մայրն ես եղել, որ կարող լիներ, ու վստահ եմ, որ այս տղուս համար էլ ես ամենալավ մայրը լինելու։ Ես հիմա քեզ հավաքի ու արա անհնարինը, որ Հենրիին գտնես։ Հղի ես։ Սա լավագույն ապացույցն եմ խաբված լինելու։ Նույնիսկ ես տարիքում ես նրան երեխա պարգևում։
Չէ, Աննա, դու էլ պատասխան կտաս իմ մեռած սրտի ու չապրած օրերի համար։ Այդ ես ձեր-ձերքի տված այրուկին կվարվեք դժողքում, այնտեղ որտեղից ես հարություն արա։ Ասա, որ կգտնենք Հենրիին։ Ասա, որ կգտնենք Հենրիին։ Անխնդրում եմ օգնի ինձ գտնեմ Հենրիին, արդեն էլ չեմ դիմանում, արդեն խելագարվում եմ։ Միքայել, հավատա, եթե ես Հենրիի տեղի իմանայի, առաջինը ես կգնայի իր մոտ։ Կարող են քո հետ նորից կապի դուրս գա, հա? Խոստանում եմ, եթե հանկարծ ինձ հետ կապի դուրս գա, ես առաջինը քեզ կասեմ։ Առայժմ մենակ Անգելինայի հետ է կապի դուրս եկել։ Հաղորդագրություն ուղարկել երեխուն ու հաստատել այն սուտը, որ ինձ էր ստիպել ասել։ Ինչ սուտ։ Որ իր կյանքում ուրիշ աղջիկ կա։ Ու այդ աղջիկը իրանից երեխա է ունեցել։ Հիմա հասկանում ես, ինչ քաոսի ես վերածել մեր կյանքը։ Ես վերջին շրջանում շատ ենք հեռացել իրարից։ Մեղավորը ես եմ։ Տարվել է ինչ-որ մեկով, ով երևի ինձ արժանի էլ չի։ Չնայած սենց վստահ չեմ կարող ասեմ, որովհետև ես անպայման ուզում եմ իր հետ հանդիպեմ ու իմ բոլոր հարցերը տամ իրան։ Այդ ժամանակ ամեն ինչ բարձ կլինի։ Կներես ինձ, ես ուղղակի ուզում եի ասեի, որ պատճառը ես եմ, որ մենք հեռացել ենք իրարից։ Ու ես անպայման կողեմ այդ սխալը։ Դուք մեր ընտանիքի անդամն եք։ Շնորհակալ եմ։ Ես այդ ամենը գիտակցելով հիմա այստեղ եմ։ Դե ինչի եք նստել։ Սուրճը խմեք, սարեց։ Չէ, չեմ ուզում ոչ մի բան։ Սա չի լինի, Մերի։ Սուրճը չես խմում, հաց չես ուտում, երկրորդ Անգելինան ես գլխիս։ Հեսա մենք միասին սուրճը կխմենք։ Վերցրու։ Ինչ անեմ, դուք ասեք։ Անընդհատ Սեմի մասին եմ մտածում։ Բա որ Իրան ոչ մի բան չեն անի, դու լավը մտածի։ Հա, ոնց եք, ինչ կա։ Սեմից լուր կա։ Չէ։ Ու եթե Սեմին մի բան լինի, ես ուղղակի չեմ ապրի։ Մերի, տենց մի ասա, ինչ կլինի։ Հիմա ինչ ասեմ։ Սեմն իմ ընտանիքն է։ Մենք իրար օգնելով ենք մեծացել ու հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուրեմն մտածիր, որ սա հերթական դժվարություն է, որը պետք է պատվով հաղթահարեք։ Աստծո օգնությամբ Սեմը կվերադառնա, դու կտեսնես։ Սա էլ քեզ համար բալես։ Իմ։ Իսկ ինչ էիր կարծում, իմ աղջիկը առանց հեռախոս պիտի մնա։ Ապրես շատ, բա կներես, որ քեզ նեղություն տվեցի հեռախոսս կոտրելով։ Բա եղավ բալես։ Շնորհավոր, բարով օգտագործես։ Ապրես։ Ուրախ զանգեր ստանաս բալես։ Բայց համար չեմ վերցրել։ Պետք չի, պապ, ես իմ համարը կդնեմ։ Չէ, ես այստեղից պետք է փախչեմ, ավելի լավը փախչեմ, ազատության մեջ մեռնեմ, քան գերուպես այստեղ մնամ, չնայած ինչ գերի,
Սրանք ինչ շամպես սատկացնելու են։ Ժամերի հարցը։ Վերջս եկել է։ Պիտի մի բան անեմ։ Ման, բայց ինչի ես շտապում վերադառնալ Մոսկվա։ Հազիվ հնարավորություն է անձեռվել Ազատնեիդ հետ լավ ժամանակ անցկացնելու։ Դու իմ փոխարեն մի որոշի, ես ում հետ ժամանակ անցկացնեմ, լավ։ Կարող է դու մորաքույր Աննան իրար քույրեր չեք, որովհետև դժվար հարազատ քույրերը այսպես իրար օտար լինեն։ Ձեր մեջ ինչ-որ խնդիր կա, բայց ասեմ, մորաքույր Աննան ինչ շատ է դուր գալիս։ Դրա անունը իմ մոտ չտաս։ Իմիջիայլոց տեսա այն աղջկան, ում եղբայրը քո դեմ մահափորձ էր կատարել։ Մերի, այդ աղջկան Մերի է։ Ու մահափորձ չի եղել, ուղղակի դժբախտ պատահար է եղել։ Ինք ինձ դուր չեկավ։ Միշտ դու ես ինձ ասում, որ հորդ նման ես։ Այդ ինչի հիշեցիր ես պահին։ Ինձ էլ հորս նման, միայն իմ կարծիքն է հետաքրքրում։ Ոնց եք մայր ու որդի։ Գերազանց պապ ջան։ Մեր որդին արդեն լավ է։ Կարող ենք շուտով վերադառնալ։ Մինչև քո գալը մենք դա էինք քննարկում։ Քննարկում էինք պապ ջան, բայց մաման երևի մի քիչ սխալ է հասկացել ինձ։ Դուք մամայի հետ կվերադառնաք Մոսկվա։ Իսկ ես դեռ այստեղ գործեր եմ անելու։ Միայն դու չէ։ Ես էլ այստեղ անելիքներ ունեմ։ Իսկ ես, թե իմ մասին ոչ ոք չի մտածում։ Դու էլ մնա մամ ջան, ինչ ես փախչում։ Չեմ հասկանում ինչն է քեզ այսքան յարդայնացնում։ Ինչը չէ, ով։ Եվ ով պապ։ Լուրջ մի ընդունի։ Գնամ իրեն վնաս չտա։ Պապ ինչ արեցիր։ Ինչը։ Բան էի խնդրել Սեմի պապ։ Այսքան ժամանակ ինչ որ խոստացել եմ չեմ արել։ Չէ, այդպիսի դեպք չեմ հիշում։ Վերջացավ։ Մերսի երես։ Վերջ, գնամ հասնեմ, թե չէ արդեն կներվի առանցից։ Ասա։ Լավ չեմ։ Քնիկը լավանաս։ Ասում եմ լավ չեմ։ Սիրտս լավ չի։ Պարկի լավ կլնես։ Լավ ես, հա, ոնց որ ձենդ չի ելնում։ Այս կարող է լրջից լավ չէ մեռավ։
Մենք մեծ դժվարությամբ էինք հասել այն ամենին, ինչ ունեինք։ Մենք դա գիտենք, Վալես։ Սեմը իր վրեժով առաջինը մեզ պատժեց։ Առաջինը մենք տուժեցինք։ Տեսեք հիմա ինչ վիճակում ենք։ Մերիմի ու Սահատվի ամեն ինչ իրոք լավ կլինի, ես վստահ եմ։ Ճիշտ է ասում Անգելինան, հուսահատությունը օգուտ չի տա։ Կորցրեց իր աշխատանքը, հարգանքն ու պատիվը։ Ախր նենց մեծ դժվարությամբ էր հասել այդ ամենին։ Իսկ հիմա վախենում եմ, որ… Ախր սեն չի լինի, ոստիկանությունն է պետք դիմել։ Չէ, այդ դեպքում էլ կպարզվի եմ, որ Սեմը Արամին վնասել է, իսկ տենց Սեմը կտուժի։ Ճիշտ է ասում, պետք չի։ Քուրս, ես եմ։ Սեմ? Սեմ ոնց ես, ուր ես, ես ինչ համարավ ես զանգել։ Զանգել եմ ասեմ, որ ինձ համար չանհանգստանաս։ Սեմ ոնց չանհանգստանամ, երբ ինչ-որ մարդիկ եկան ու քեզ տարան տնից։ Թողասի որտեղ է, ուր են տարել։ Հարցրուհո չեմ վնասել։ Ես դիմել եմ փախուստի, ամեն ինչ նորմալ է ինձ հետ։ Ոնց դիմել ես փախուստի։ Սեմ ոնց։ Մերի չեմ կարող երկար խոսել, քեզ ավելի ուշ կզանգեմ, ես հեռախոսից պիտի ազատվեմ։ Արկաստա։ Տեսար, որ ասում է ամեն ինչ կարգին է Սեմի հետ։ Գոնե իմանանք ուր է։ Նոր փորձանքի մեջ չընկնի։ Հա, ճիշտ եք, մի նոր փորձանք չբերի գլխին։ Տղայիդ ներկայությամբ ես զսպել կարողացի։ Ես թե դու։ Ուրեմն ինձ թիկունքից մի հարվածի։ Ինչ հիստերիկ պահվածք է։ Ես չեմ ուզում մի վայրկյան ավել մնալ Հայաստանում, ուզում եմ շուտ գնանք Մոսկվա։ Չես ուզում գնա ավա ձեռքդ բռնել։ Իսկ ես կվերադառնամ այն ժամանակ, երբ որ նպատակը արմատ կգտնեմ։ Համոզվեցիր, որ իմ մտավախությունները ճիշտ էին։ Վառվում ես, չէ՞ իրեն տեսնելու ցանկությունից։ Դու ինչից ես վախենում։ Ասենք թե տեսա հետո։ Այն կրակից, որը դեռ կա քո մեջ, այն կրակից, որ ես տենց էլ չկարողացա հանգցնել։ Դու կարող ես քո զգացմունքների մասին խոսել, բայց ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում ավախերին, ուրիշ պատճառ կա, որը իմ զգացմունքների հետ որևէ կապ չունի։ Պատճառ կա։ Հա, կա։ Ու եթե դու իմանաս, ես կորած եմ։ Դու ինձ ողջ կթաղես։ Ես արդեն տանն եմ։ Դու ինձ արդեն նեղացնում ես։ Չեմ հասկանում, վատ եմ պատրաստում, որ իմ պատրաստածները չես ուտում։ Ախր ոչ մի բանի ձեռք չես տվել։ Ու ինչի ոչ մի բան չես կերել։ Նեղացել ես, որ ուշ եմ եկել։ Խանութ էի գնացել, տեսնես քո համար ինչ համով բաներ եմ բերել, վստահ եմ, որ հավանելու ես։ Շատ ուրախ եմ, որ քո կյանքին վտանգ չի սպառնում։ Ես եմ ուրախ, որ հիմա իմ կողքին ես։ Հավատում ես, չէ՞ որ Սեմը միտում է, որ չի վնասել քեզ։ Ես պապային ասել եմ, որ եղբորդ բաց թողնի։ Բաց կթողնի։ Արամ, դու Սեմի դեմ չես բողոքի, չէ՞։ Մերի մի հատ աչքերիս մեջ նայի։
Սեմի գլխից ոչ մի մաս չի պակասելու։ Կնել ես, որ Սեմին այդ ձևով են տնից հանել։ Բայց պապային է կարելի հասկանալ։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում։ Հուսով եմ այս ամեն ինչը չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա։ Արամ, եթե պիտի մեր հարաբերությունների պատճառով ցավ պատճառենք մեր շրջապատի մարդկանց, ուրեմն ավելի լավ է դադարեցնենք այս շփումը։ Մենք մեր շփումը չենք դադարեցնելու։ Սա էլ իմ վերջնական խոսքն է։ Ինչ ասեցիր, Փեսա ջան, տունը հավանել ես։ Իհարկե ես ձեր գալը ուրիշ ձև էի պատկերացնում։ Ուզում եի ամեն ինչ կահավորել, կարգի բերել։ Դե գիտես, ես ամեն ինչ իդեալական եմ սիրում։ Արամին կարող ես հարցնել։ Պետք չէ շատ ջանալ։ Չհասկացա։ Ասում եմ, պետք չէ շատ ջանալ։ Հատկապես գիտես, որ ես ու դու տարբեր հայացքների ու ճաշակի մարդիկ ենք։ Փեսա ջան, եթե մենք տարբեր լինենք, հիմա միասին չէինք լինի։ Ամեն ինչի մեջ կաս, բացի նրանից, ինչի համար գումար ես ստանում։ Չհասկացա։ Վատա։ Շատ վատա, որ աշխատանքդ չգիտես։ Այդտեղից էլ սկսում է թերացումը։ Ես ամեն ինչ անում եմ, որ քեզ գոհացնեմ, բայց ոնց որ դժգոհ ես, հա։ Պետք չի ինձ գոհացնել։ Արամին չկարողացար տիրություն անել։ Շախունցները ծլում ծաղկում են, փոխարենը անդունդի մեջ պիտի գլորված լինեին։ Այդ խաբուսիկ տպավորությունը։ Ես ամեն ինչ անում եմ, որ գործը առաջ գնա։ Հանդիպում կազմակերպի շախունցների հետ։ Ինչ ես տենց նայում։ Շախունցները ուզում էին, չէ՞ իմանային ով է 70% բաժնետոմսի գլխին կանգնած մարդը։ Ես իրանց երազանքը կիրականացնեմ։ Չսպասենք Արամս հիվանդանոցից դուրս գրվի։ Շատ եմ սպասել։ Երկար եմ սպասել, էլ պետք չի սպասել, իսկ Արամի հիվանդանոցում լինելը չի խանգարում։ Շախունցները հիմա չեն գա։ Երեխան է կորել։ Չհասկացա, դու շախունցների շահերի պաշտպանն ես, չգիտեի։ Ես ենթադրում եմ։ Մի ենթադրի։ Որ ասում եմ կազմակերպի, ուրեմն կազմակերպի հանդիպումը։ Ու իմ որոշումները այլևս չքննարկես։ Լավ։ Չէիր ասել, որ Աննան հեղի է։ Քեզ ո՞վ է ասել։ Հարցս հարցով մի պատասխանի։ Իսկ ինչի պիտի ասեի։ Ինչի է քեզ հուզում իմ մյուս աղջկա հղիությունը, երբ ամուսնացած ես նրա քրոջ հետ։ Պետք չի ինձ մոտ ճիշտ պապա խաղալ։ Մանավանդ, որ ես լավ գիտեմ, որ քեզ համար այս աշխարհում ամենակարևորը փողն է։ Ոնց եմ քո հրամաններից հոգնել։ Եթե գիտես հղիա, ուրեմն հանդիպել ես։ Քարտս դնեմ նոր հեռախոսի մեջ։
Ալո։ Ալո, լսում եմ։ Ինչ ես սուս մնում։ Մեկը գիտեմ, որ դու ես։ Ինչքան վախկոտ ես դու, Հենրի։ Կինդ լավ է։ Կինդ երեխան ոնց են իրանց կողմ։ Կարող են նեղացել էին, որ իրանց մենակ էիր թողել։ Դե լավ, ոչինչ, արդեն իրանց հետ ես։ Չի ամաչում, որ քո նման վախկոտից երեխա է լույս աշխարհ բերել։ Խոսա, Հենրի, ինչի ես սուս մնում, եթե զանգել ես, ուրեմն խոսա։ Ամոթից տեղս չէի գտնում, ոնց կարողացա լռել, այս եմ, ինձ էլ քո նման ուրիշ ես դարձնում, լավ ես ոնց կապի դուրս գամ քո հետ, կապի դուրս գամ ու ասեմ, որ այլևս վտանգ չի սպառնում ու կարող ես վերադառնալ։ Այ Բագրատ, ինչ ես մտածել ես խառը ժամանակ։ Արժի ինչ-որ բան հարցնել, թե անիմաստ է։ Հուսահատություն ուրիշ ոչ մի բան չկա։ Բան չես եկել իմ մոտ։ Դուրը բաց է, գնա։ Ինչ անեմ, պապ, չեմ կարողանում գտնեմ տղուս։ Վատ է էլի, որ չգիտես։ Ամեն աշխարհի վերջի չի, կգտնենք։ Հոգոր երեխա էլ չի, որ իրան վնաստ է։ Ես մեղավոր եմ ինձ զգում, մեղքի զգացումը ինձ տանջում է։ Արդեն արել ես, ինչ իմաստ ունի, դրանով քեզ տանջես, երբ որ բան չես կարա փոխես։ Համաձայն եմ, ասացիդ մեջ ճշմարտություն կա։ Հաներ հայրիկ դեր զանգել։ Դե լավ էլի պա։ Գիտես ինչ ասում է տամասումը։ Ասում է հանքի գլխավոր բաժնետերն է հայտնվել։ Ուզում է մեր հետ հանդիպի։ Դե լավ է։ Բա, ժամանակ է գտել, թե ինքը թե իրա բաժնետերը։ Գրողից ոսն ուղարկի դրան։ Հիմա դրանց հավեսը չկա։ Ուղարկել եմ, բայց դրա խոսակցության մեջ ինչ-որ ես բան նկատեցի, չոր հոտ եմ առնում։ Լավ, ասենք մեր վրա թքած ունի, Բագրատը։ Ես զարմանում եմ, բա Հենրին, ախր իրա թոռն է։ Մայ ապրես։ Ինչ ուզում է թողանի, հա։ Այս բանին ինձ ամենակիչը Բագրատն է ուզում, իրա ինտրիգներով հանդերձ։ Միքայել, եթե հիվանդանոցներում, ոստիկանությունում, մորգում չեն գտել մեր երեխին, ուրեմն կարանք հանգիստ լինենք, շատ լավ ձևով թաքնվում է։ Տեղ ես գնում։ Միգուցե ինչ կա որ։ Դեռ վառվում ես դրան տեսնելու ցանկությունից։ Անգամ հղիության փաստը քեզ չի անհանգստացնում։ Հերդ հասցրեց։ Չէ, ես լսեցի։ Եթե գիտես, որ հղի է, ուրեմն գնացել ես իրեն տեսնելու։ Բրավո։ Տղետ հիվանդանոցում պարկած դու հետը հանդիպում ես փնտրում։ Ձայնդ։ Հետաքրքիր է ոնց ես այսքան տարի դիմացել նրանից հեռու։ Ինքը իմ կյանքում չկա։ Իսկ դու չափերդ միացի։ Չկա, բայց փնտրում ես հետը հանդիպում։ Ու ոնց է դավաճանված լինելու զգացումը։ Չէ որ հղիության փաստը նշանակում է, որ սիրում ամուսնուն դեռ։ Լռիր։ Այնքան է սիրում, որ նույնիսկ այս տարիքում Միքայելի համար երեխա է պարգևում։
Իսկ դու չուզեցիր, որ մենք երեխաներ շատ ունենանք։ Իսկ դու ինչից ես վախենում։ Քո զգացմունքներից։ Դու իմ հետ ես ամուսնացած, բայց դեռ սիրում ես քրոջս։ Ոչ մի կին այդ չի հանդուրժի։ Եթե այդքանը գիտեիր, ինչի ինձ հետ ամուսնացար։ Ամուսնացա, որովհետև սիրում եմ քեզ։ Ու մտածում էի, որ կփրկեմ քրոջս ճանկերից։ Քո քույրը չկա իմ կյանքում։ Կա։ Ամբողջ կյանքում ստվերի պես հետևել ա մեզ։ Ինք իր երջանիկ ընտանիքն է կազմել։ Սիրում ա ու սիրված ա։ Բայց փոխարենը ես չկարողացա երջանիկ ընտանիք ստեղծել։ Աննան միշտ քո սրտում ա։ Ինքը քո համար միշտ զոհ ա եղել։ Մտածել ես տիպողաբար ամուսնացրել են չսիրած տղայի հետ։ Գիտես ինչ կա։ Ոչ ոքի չես կարող ստիպել չսիրած բանն անել։ Վերջացրիր։ Գիտես երբ եմ քրոջդ իմ կյանքից դուրս շպրտել։ Երբ որ գիտակցության եկա ու իմացա, որ ամուսնացել է ու հղի է։ Իսկ նրա ներկայությունը միշտ կոմպլեքսավորել է քեզ։ Դրա համար էլ ամբողջ կյանքում չկարողացար երջանիկ ընտանիք ստեղծել, ապրել ու վայելել։ Ինչ ուզում ես արա, ինձ բառերով չես համոզի։ Խոսեցի շախունցների հետ։ Խոսեցի, իմ ասածն եղավ, չհամաձայնեցին։ Ավելի վատ իրանց համար։ Այմա ինչ պիտի անենք։ Անենք չէ։ Անեմ։ Կանեմ։ Ալո։ Ապեր։ Ինչ լավ զանգեցիր։ Քուրս, արդեն ընկերոջս տանն եմ։ Իր հեռախոսով եմ զանգել ինձ համար հանգիստ եղի։ Ամեն ինչ լավ է։ Հա, ապրես որ զանգեցիր։ Քո մոտ ամեն բան լավ է, հով դրանք քեզ չեն նեղացրել։ Չէ, ամեն ինչ նորմալ է իմ մոտ։ Ուղղակի ուզում էի զանգեիր կապի դուրս գայր, որովհետև Արամն ասել է, որ քեզ բաց թողնեն։ Այնպես որ անիմաստ ես փախոստի դիմել, կարող ես վերադառնալ։ Մերի, ես չեմ վերադառնալու։ Ոնց չեմ վերադառնա։ Չեմ վերադառնալու, միջև հորս վրեժը չլուծեմ։ Սեմ, ինչ ես ուզում ես վերջնական կործանես երկուսիս էլ։ Մի գոռը։ Քեզ լավ նայի, կզանգեմ։ Սեմ։ Անգելինա ինչ է եղել։ Ատում եմ երին։ Հոլես խնդրում եմ հանգստացի, միլացի, խնդրում եմ։ Ինչի եք իմեցեց վարվում։ Ոչ ոք չի պատասխանում իմ հարցին։ Դու հանգստացի, դու մեղավոր չես։ Ուղղակի Դե հիմա ասենց հաստատվել, խնդրում եմ մենակ միլացի, սիրտս չմլվում է, խնդրում եմ։ Ես իրան կմոռանամ, խոստանում եմ, ես իրան կմոռանամ։ Լավ, մենակ հիմա միլացի, խնդրում եմ, լսում ես սիրուն ջան, խնդրում եմ միլացի։ Ախր, որ դու սենց տարապում ես սիրտս կտոր ալինում։ Խնդրում եմ, խղճա ինձ, միլացի, խնդրում եմ, դու ուժեղ աղջիկ ես, մենք միասին այս դժվարություններ կհաղթահարենք, մենակ թե հիմա հանգստացի։ Հոգնել եմ արդեն։
կանգնես։ Բար պիտի լինեի։ Մտածում էի Լիլիթի հետ կլինես։ Ինչի ես բարդացնում, բալես։ Մի հատ էլ ես եմ բարդացնում։ Հա, բարդացնում ես։ Քույրը տա։ Պետք չի իրար հանդեպ թշնամանքով լծվել։ Լավ կլինի ես խորհուրդները իրան տաս։ Այդ խորհուրդները իրան էլ եմ տվել։ Ու մի բան շատ լավ հիշիր։ Երկուսիդ միասին եմ մեծացրել։ Երկուսիդ համար սիրտս հավասարաչափ է ցավում։ Երկուսիդ հավասարաչափ եմ սիրում։ Որ քուր սիրի ինչքան ուզում ես, ես դեմ չեմ։ Յանա ջան, ես քեզ ավելի ուշ կզանգեմ, հա։ Տիկին Աննա ջան, շտապա։ Խորհուրդ կտայի ինձ լսեիք։ Ասա, Յանա, ինչ ա եղել։